Հայաստանը պատրաստվում է այս տարվա հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին, եւ ինչքան այդ օրը մոտենում է, հասարակության շրջանում եւ սոցիալական ցանցերում կրքերը ավելի են բորբոքվում։ Ով է գալիք ընտրություններին վարչապետի ձեր թեկնածուն եւ հավատում եք արդյոք Ադրբեջանի հետ խաղաղությանը։ Նման հարցով Արայդ Նյուսի թղթակիցը դիմել է երկրի բնակիչներին։ Ահա թե ինչ պատասխանեցին հարցվածները։ Նիկոլ Փաշինյան, որովհետև նա ամեն ինչ անում։ Քաղաքացիները միաձայն նշում են, որ ներկա իշխանությունների շնորհիվ է այսօր հայազգը խաղաղապրում եւ որ իրենց միակ ցանկությունը խաղաղությունն է։ Հավատում եք խաղաղությանը։ Բայց շատ եմ ուզում եմ, ցանկություն ունեմ եւ հավատում եմ։ Խաղաղություն լավ բան կա։ Չէ։ Ուրեմն այս խաղաղ երկրի տակ որ ապրում ենք, ում շնորհիվ ներկա իշխանությունների Են որ ճորում խոսում էին, էսի կբերեք, էնի կբերեք, ուժեղ Հայաստանը ինչի են ասում, ուժեղ թույլ, եսի պետականություն կա, Հազիզ ջան, ուժեղս որն է, Լավ կլինի, խաղաղ ապրենք, ինչ նորմալ կլինի։ Են որ պոստերում մարդիկ չեն զոհվում, առաջ քանի սալդատի դիագներ են բերել։ Են օրը մեկը ելույթ էր ունենում, Անդրանիկ կոչում ինչ է Թայվանյանն է, ավելի լավ է գնանք, փողոցները մնանք, քան գնանք խրամատները։ Էդի ասելու բան, հա։ Բայց ինքը չի գնալու, իր երեխեն չի գնալու։ Այ այդ եմ ասում էլի, մեզ խոսում է։ Քաղաքացիները պնդում են, որ հայ ժողովրդի դժբախտությունների միակ մեղավորները ընդդիմադիր ուժերն ու դաշնակներն են, որոնց միակ նպատակն է քանդել երկիրը։ Իսկ եթե որ Ստից են դաշնակներն են, զիբիլ են, նրանք որ կայնում են ավելի պակաս խոսում են, եթե սա իրանք են մեղավոր։ Ուզում են այս երկիրը քանդեն, ոնց որ քանդեցին, այս 30 տարվա, այս 7 տարի հազիվ շնչում ենք, այս չասած այս վերջի 2 տարի որ խաղաղություն ալրիվ։ Հավատում եք խաղաղությանը։ Անպայման հավատում եմ, արդեն կա, ոչ թե հավատում եմ, 2 տարի ոսկու բարեկամին են խփել, ոսկու երիտասարդ, ոչինչ ծորների, ոչինչ, ես համ ծորն ու համ թորն եմ։ Ազատ գնում ծառայում գալիս։ Մինչև ստորագրելը ամեն օր ասում են վաղը պատերազմանելու, արդեն սկսել է, դու տեղյակ չես, բայց լի սուտ խոսակցություններ։ Հիմա հանգիստ, նորմալ, ամեն ինչով, ոչ մի պրոբլեմ այն որ չկա։ Խաղաղություն է տալիս, նրա պետք է ընտրենք։ Ներկա կառավարությանը։ Որտեվ առած գործերը գնահատել եք, նայել ենք արդեն։ Մի հատ գործարան չկա որ աշխատի։ Խի, որտեվ դադար գա մեջը։ Ոչ մի ստանոք չկա, սաղ ծախեցին Քոչարյանի վախտել, Սերժի վախտել։ Հարցումները ցույց են տալիս, որի տարբերություն նախկին ղեկավարների եւ ընդդիմադիր շրջանակների թշնամական հայտարարությունների, ովքեր դասեր չքաղեցին պատմությունից եւ շարունակում են խաղալ իրենց երկրի ճակատագրի հետ, վտանգի տակ դնելով տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, հասարակ քաղաքացիները պարզ գիտակցում են, որ միայն խաղաղությունը կփրկի Հայաստանը նորաղետից ու կործանումից եւ բարձրաձայն ասում են, որ խաղաղությունից լավ բան չի կարող լինել։